Կարդացել ես այնպիսի գիրք, որը բացում ես ու առաջին էջից զգում ես, որ այս պատմությունը քոնն է։ Այդպիսին է Լուսինե Հովհաննիսյանի աշնան 24-րդ օրը վեպը։ Այն նման է հին լուսանկարի, որը պատահմամբ գտնում ես տատիկիդ ալբոմում, մի կողմը գունաթափված է, մյուսը մարջանագույնի նուրբ շող ունի։ Դու նայում ես ու չես հասկանում, ինչն է քեզ հուզում, մարդկանց լուր դեմքերը, թե այն, որ նրանցից շատերը այլևս չկան։ Գիրքը պատմում է կանանց մասին, ուժեղ, բայց միաժամանակ խոցելի կանանց։ Նրանք ապրում են տարբեր ժամանակներում ու 100 տարի շարունակ տարբեր պատերազմների և կորուստների միջով են անցնում, ու բոլորին միավորում է մարջանագույն դարպասով տունը։ Լուսինե Հովհաննիսյանը պատմում է առանց լացուկոցի, առանց ճիչերի, բայց հենց այդ լռության մեջ է թաքնված ամենահզոր զգացողությունները։ Այն հատվածները, որտեղ պատերազմի մասին է պատմում, կարդում ես ու զգում, թե ինչպես են քեզ ներսից խեղդում անհասցե հիշողությունները։ Այդ ցավը քոնը չէ, բայց քո մարմինը ճանաչում է այն որպես սեփականը։ Այս գիրքը հիշեցրեց, թե որքան հեշտ է կորցնել տունը, մարդկանց, երկիրը, բայց որքան դժվար է կորցնել հիշողությունը։ Ու հենց հիշողությունն է այն, ինչի շնորհիվ նորից սկսում ես ապրել։ Այն կարդալուց հետո ուզում ես երկար լռել։